Մոբայլ տարբերակ Vivaro-ից։ Ավելի արագ, հարմար եւ հասանելի։ Vivaro Mobile։ Կայքի բոլոր հնարավորությունները քո բյուջեինում։ Պարոն Էֆիաջյան, այսօրվանից խորհրդարանական ուժերի հետ սկսվում են բանակցություններ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ։ Այս պահի դրությամբ դուք շարունակում եք պնդել, որ պահը հասունացած չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ Գիտեք ինչպես, մենք ողջունել ենք եւ ողջունում ենք առհասարակ քննարկումներ սկսելու գաղափարը, որովհետեւ քննարկման առարկա իրականում կա եւ քննարկումներից է ըստ էության կախված, թե ինչպիսի որոշման մենք կկանգնենք։ Պարոն Էֆիաջյան, ամեն դեպքում դուք հիմա խմբակցությունում, կուսակցությունում քննարկել եք ձեզ համար ռացիոնալ որ ժամանակահատվածն է լինելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, որովհետև ձեր ֆրակցիայի պատգամավորները նշում են, որ էյֆորիկ ֆոնը դեռևս պահպանվել է եւ այս փուլում ընտրությունների գնալը այնքան էլ։ Սա շատ կարևոր հարց է, ինչի հետ կապված ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի ներքին նկատառումները պետք է հաշվի առնենք, այլ իրական օբյեկտիվությունը պետք է հաշվի առնենք, հանգամանքները եւ ի վերջո մենք պետք է ունենանք որակապես այնպիսի ընտրություններ եւ այնպիսի խորհրդարան, որ եւ ժողովրդի կամքը կարծիքը պետք է արտացոլի եւ գործունակ պետք է լինի եւ այնպես պետք է այդ հարցը լուծի, որ այդ խնդրին այլևս չանդրադառնանք առաջիկա 5 տարիները։ Մենք չենք խոսում ընտրական օրենսգրքի մասին, հիմնական փաստաթուղթ ամբողջամառ քննարկվեց, բայց դա քննարկվեց, բայց վերջնական տեսքի բերվել է, վերջնական տեսքի չի բերվել։ Վերջնական տեսքով ինչպիսի փաստաթուղթ, ինչպիսի մենք օրենք ենք ունենալու ընտրական, ինչպիսի խաղի կանոն ենք ունենալու։ Եվ այդ խաղի կանոնը ընդունելի է միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչների համար, թե ընդունելի է նաև մեր ժողովրդի համար։ Որքանով է յուրացրել խաղի կանոնը նաև ժողովուրդը։ Մենք դեռևս չունենք։ Ընդ որում մենք բազմաթիվ անգամներ առիթ ունեցել ենք նաև խոսելու, որ շատ կարևոր է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Այսօրվա դրությամբ նման գործընթացի մասին որևէ խոսակցություն չկա։ Այնուամենայնիվ, այս բոլոր խնդիրները կարծում եք մինչև տարեվերջ հնարավոր չի լինի, դուք մինչև տարեվերջ, եթե Փաշինյանը առաջարկի իր հանդիպումներում նման տեսակետ, դուք ինչ եք անելու։ Գիտեք ինչպես, երբ որ քննարկումները տեղի ունենան, պետք է կրկնվեմ, քննարկման առարկան հասկանալի է, բայց այդ ամեն ինչը որքանով է հնարավոր կամ անհնար, որքանով դա կարող է տեղի ունենալ, բայց որոշակի վերապահումներ կամ թերություններով հանդերձ, այս ամեն ինչը քննարկման առարկա է։ Ինչումն է հարցը, որ նման շտապողականություն կա։ Երբ որ տեղի կունենան քննարկումները եւ քննարկումների արդյունք կունենանք, բնականաբար այդ քննարկումների արդյունքը կհրապարակայնացնենք։ Պարոն Էֆիաջյան, չեք կարծում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը հասարակական պահանջ է եւ հենց հասարակական պահանջին տուրք տալու համար դուք պիտի գնաք այդ ընտրություններին, այլապես օրինակ նորից փողոցային տարբերակական։ Դուք փորձում եք հղում անել որոշակի առումով անցյալի ու ներկայի հետ կապված, ես նույն կերպ վարվեմ։ Հղում անեմ անցյալի եւ ներկայի հետ կապված։ Այն փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Գագիկ Ծառուկյանը լավագույնս ջատագովներից են եղել։ Ընդ որում, երբ որ Սերժ Սարգսյանը դեռևս հրաժարական չէր տվել եւ ձերբակալության գործընթաց սկսվեց Նիկոլ Փաշինյանի, Արադ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի, մենք առաջինն ենք եղել որպես խորհրդարանական քաղաքական ուժ, որ կանխել է եւ մեր գործընկերների կողքն է կանգնել եւ ճանապարհը ցույց տվել, որ փոփոխությունների ճանապարհը անխուսափելի է, այդ փոփոխությունները անհրաժեշտ են եւ այդ փոփոխությունները պետք է տեղի ունենան Հայաստանի Հանրապետությունում։ Հեղափոխական ուժ եք ձեզ համարում։ Կառավարության ձևավորման գործընթացում, երբ որ մենք մասնիկ կազմեցինք եւ ծրագիրել մենք մեր մասնակցությունը ունեցանք այս գործընթացում, այո, մենք հեղափոխության մասնիկ ենք իհարկե կազմում։ Եվ այդ հեղափոխության մասնիկ կազմելով հանդերձ մենք ծրագիր ներկայացրեցինք։ Ընդ որում, այդ ծրագրի մեջ շատ հստակ ներկայացված է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները անհրաժեշտություն են եւ ժամկետել է ֆիքսված մինչեւ 1 տարի ժամկետում եւ կարեւոր հանգամանքներ դրան նախապատրաստական փուլ կա։ Հիմա մենք գտնվում ենք նախապատրաստական աշխատանքային փուլում։ Երբ որ մեր քննարկումները կսկսվեն, ես վստահ եմ շատ արդյունավետ քննարկումներ տեղի կունենան։ Այդ քննարկումների արդյունքը մենք կհրապարակայնացնենք։ Քննարկումների գաղափարը մեր կողմից կարևորված է, մենք դրա հետ կապված մեր քաղաքական թիմը դեռևս կառավարության ծրագրի ժամանակ կողմ է քվեարկել։ Դուք նշեցիք, որ հեղափոխության մասնիկ եք համարում ձեզ։ Հիմա եթե որևէ կերպ ձեր քաղաքական ուժը չհամաձայնվի արտահերթ խորհրդակովներից ենք։ Տեսակետ կա նաև պարոն Էֆիաջյան, որ դուք հեղափոխությանը միացաք հեղափոխությունից 5 րոպե առաջ։ Տեսեք,
հեղափոխությանը 5 րոպե առաջ միացակ, այդ ձևակերպումները մամուլում ենք մենք տեսը։ Մենք ես ձեզ էլ եմ ասում, երբ որ Սերժ Սարգսյանը դեռևս հրաժարական չէր տվել, մեր քաղաքական ուժը խորհրդանում ներկայացվածը մեկ անգամ փաստերին անդրադառնանք 1/3 ձևաչափով։ Եվ մեր քաղաքական ուժը կարող էր կանխել Նիկոլ Փաշինյանի եւ մեր գործընկերների կալանավորումը եւ թույլ չտվեցինք, որպեսի իշխանությունների կողմից վիժեցվեր այն գործընթացը, որը որ սկսել էր պարոն Փաշինյանը։ Սա քաղաքական լրջագույն գործընթաց է։ Դրանից ընդամենը օրեր հետո նոր Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Մենք, մեր կուսակիցները, մեր համախոհներն ու թիմակիցները բազմաթիվ անգամներ թե գաղափարապես ներկայացել են դիրքորոշումը, թե բազմաթիվ անգամներ մասնակցել են ամբողջ գործընթացի հետ կապված։ Եվ այդ ձևակերպումը 5 րոպե առաջ, 5 րոպե հետո մենք այդ նպատակին ձեզ էլ եմ կոնկրետ փաստերով եմ ներկայացնում։ Ինչ որ մամուլի մի հրապարակում չեմ ներկայացնում կամ ինչ որ մի չարախոսի մտքի արգասիքը չեմ ներկայացնում։ Հիմա պարոն Էֆիաջյան, եթե տարեվերջին չգնաք, դուք կոմպրոմիսի եւ տարեվերջին չլինեն այդ ընտրությունները, չեք կարծում, որ հասարակական տրամադրությունները այսօր այնպեսին են, որ դուք շատ հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ընդհանրապես օրինակ տոկոս չեն։ Իմ կարծիքն է, որ պետք է տրամաբանված քայլեր եւ գործողություններ իրականացնել։ Մենք գտնում ենք, որ առաջի հերթին ընտրական օրենսգիրքը պետք է պատրաստ լինի։ Այդ ընտրական օրենսգիրքը պետք է բոլորի համար կոնսենսուսային մոտեցումով ընկալելի լինի եւ խորհրդարանական ուժերին, եւ արտախորհրդարանական ուժերին։ Եվ այս ամեն ինչը ամենակարևորագույն խաղի կանոն որպես նաեւ քաղաքացիները պետք է յուրացնեն այդ օրենքը, չէ, խաղի կանոնը։ Եվ մի կարևորագույն հանգամանք մենք քննարկումներ չենք սկսել։ Այսինքն քննարկումներ չսկսած դուք ուզում եք դիրքորոշում ես ձեզ հայտնեմ, դա անհնար է։ Երբ է քննարկում նախատեսվում, այ կա որոշակի արդեն ժամկետ։ Ես գիտեմ, որ առաջի հանդիպումը եւ քննարկումը երկկողմանի ցանկությամբ եղել է հանրապետական կուսակցության հետ։ Արդեն եղել է հանդիպումը, թե նորեն։ Նոր պետք է տեղի ունենա, բայց առաջի հանդիպումը լինելու է հանրապետական կուսակցության հետ։ Ձեր մասով դեռ որոշակիացրած Դե կարծում եմ հերթականությամբ կամ տրամաբանությամբ բնականաբար գործընկերների հետ կլինի հանդիպումը։